Այրջան բարի օր, ընկերներ ջան, հետևորդներ ջան, բարև ձեզ։ Ինչի մասին է ուզում այսօր խոսել։ Ուզում եմ խոսել քո ընտրության։ Դու ով եմ դիմում, որտեղ ամեն մեկիդ առանձին եմ դիմում, եւ հատկապես նրա, ում այս սա վերաբերում է։ Որտեղ ես համոզված եմ, այդտեղ կան մարդիկ, որոնք այն ընտրությունը, ինչի մասին ես խոսամ, իմ նման չեն կատարել երբեք։ Ոչ առաջին անգամ, ոչ մանավանդ երկրորդ անգամ։ Խոսքս վերաբերում է նրանց, ովքեր որ այդ ընտրությունը կատարել են։ Ինչ է ասում ուրեմն գլխավոր հողատու հերետիկոսը։ Երբ որ նրան հարցնում են կամ երբ որ նրա մասին խոսում են նախկինները, այսպես պաս տալով է թենիսի գնդակի նման, սա նրա դաշտը, նա սրա դաշտը, եւ արանքում տուժում են իհարկե ժողովուրդն ու ազգաբնակչությունը, ինչա ասում, ինչա բացատրում։ Պարզ ասումը չի թաքցնում։ Այս մի բան շատ հազվադեպ է ինքը ուրեմն նրա բերանից այդ հերետիկոս, դե սատանիստները մեկ-մեկ դա իրենց ուրեմն հավատքի այդ սատանայապաշտության բանն է, որ պետք է մեկ-մեկ ճիշտը ասել, բայց ասել նենց, որ դու ուրիշ բան մտածես, իրականում իրանք անեն դրա լրիվ հակառակ։ Տեսեք, ինչ ասում է, դու ես մեղավոր։ Դու ես մեղավոր, ինչով ես դու մեղավոր, այս ամեն ինչի համար, քո ընտրության պատճառով։ Դու ես ընտրել այդ։ Ինքը ասում է, դու ես ընտրել, պատերազմ սկսեց, ես ինչ մեղք ունեմ, դու ես մեղավոր։ Դու ես ընտրել մեկին, որը պատերազմ սկսեց, հրահրեց, պայմանավորվեց, սկսեց եւ պայմանավորված էլ ուրեմն տարավ կապիտուլյացիա ստորագրեց։ Դու ես մեղավոր։ Ինքը պարզ ասում է, ժողովրդի ընտրությունն է։ Դու ես ընտրել նրան, ով որ պատերազմ հրահրեց եւ մեր երկիրը վարի տվեց, այսպես ասած, հա, մեր լեզվով։ Դու ես մեղավոր, որ 5000 զոհ ենք տվել։ Ինչով ես մեղավոր։ Քո ընտրությամբ ես մեղավոր։ Դու ես ընտրել նրան, ով տարավ 5000 զոհ տվեց։ Դու ես մեղավոր, որ COVID-ի ժամանակ այդքան հազարավոր մարդիկ մեռան։ Ինչով։ Քո ընտրությամբ։ Դու ես ընտրել մեկին, որը ձեռեր է առնում համաշխարհային էպիդեմիայի, նրա թիմը, որ ձեռ էին առնում, պինցետով կառնենք, գցենք, սպիրտով կսրբենք, այոյի ոչի բաներ անում, ինչա, քարոզարշավ էր անում, վարակը տարածում էր, ոչ մի ուրեմն բան չձեռնարկեցին, որպեսզի այդ վարակը չգա օդանավակայաններում, անցակետերում, հա, սահմանային, ոչ մի բան չարեցին, եւ այդքան մարդ եւ ում էլ հետը պետք էր սպանեցին, թաղեցին, գնաց անհետ, առանց հերձելու, առանց բարձելու, ով ինչից մեռավ։ Գիտեք, հայտնի մարդիկ մահացան, պատմաբաններ, ընդդիմախոսներ եւ այլն։ Եվ նորմալ մարդիկ էլ որ հիվանդանում էին, ծանոթ բժիշկ ունեն, բժիշկները ասում էին ոչ մի դեպքում հանկարծ չգնաք հիվանդանոց, եթե ուզում եք ապրեք։ Դու ես մեղավոր, որ տասնյակ հազարավոր վիրավորներ ունենք, հաշմանդամներ ունենք երիտասարդ, որովհետև դու ես ընտրել նրանց, ովքեր որ պատճառ են, ովքեր որ արել են դա։ Դու ես ընտրել, քո ընտրությամբ դու մեղավոր ես։ Ինքը այդ ասում է, ինքը չի թաքցնում, ինքը չի ասում է ես ինչ մեղք ունեմ, դու ես մեղավոր, դու ես ինձ ընտրել։ Ու դու քո ընտրությունով ինձ հասցրել ես, դու հասցրել ես երկիրը այս վիճակին։ Դու ես մեղավոր, որ աղքատ ես։ Աղքատությունը քո ուղեղում է, որտեղ այդ աղքատ ուղեղի պատճառով դու ընտրություն ես կատարել, որ աղքատությունը փոխանակ պակասեցի շատացրել է։ Դու ես մեղավոր, որ տուգանքի մատերիալ ես, որտեղ երբ որ ես քեզ խափում եմ, ասում եմ, ես ամեն ինչը կվերացնեմ, ու ես հայտնի է որպես դեղին մամուլի սրիկա, ուրեմն բանսարկու, խափեպա, սուտասան շան տղա, դու ինձ ընտրեցիր մտածելով, որ ես քեզ կարող եմ ինչ-որ լավություն անեմ։ Եվ որ այս ասում էի տուգանքի մատերիալ, ես նկատի ունեի, այո, դու իմ տուգանքի մատերիալն ես լինելու, եւ դու ինձ ընտրեցիր, որպեսզի ես քեզ սարքեմ տուգանքի մատերիալ։
Դու ես մեղավոր, որ տարածքներ եմ հանձնում, գնում եմ ստորագրում եմ, որ Արցախը մերը չի, դու ես մեղավոր, որ գենոցիդ ենք անում, իմ թլպատ ընկերոջ հետ, Արցախում, բառից բուն իմաստով գենոցիդը որն է, ազգային պատկանելիության հողի վրա էթնիկ զտում, կարող է Արցախում արցախցիներին կոտորեցին և քշեցին, նրա համար, որ իրենք, ասենք թե, ինչ ասեմ, դեղին մազեր ունեին, կամ ես, չէ, քշեցին, որտև հայ, ուղղակի քանի որ հայ էին, այս դու ես մեղավոր, որ իրենց քշեցին, որտև դու քո ընտրությունով երկրորդ, դու կրկնակի մեղավոր ես, որտև ես ցույց տվեցի առաջին ընտրությունը սխալ ես արել, պատերազմ բերեցի, երիտասարդ 3 սերունդ վերացրեցի, կովիդ արեցի, տասնյակ հազարավոր մարդիկ սպանեցի, այս արեցի, այն արեցի, տնտեսությունը վարի տվեցի, բանակը քանդեցի, ու այդքանից հետո դու եկար ինձ նորից ընտրեցիր, բա դու չես մեղավոր, բա ով է մեղավոր, կասես իմանամ, ասե իմանամ ով է մեղավոր, դες թուտակ սա մեղավոր երևի, որ գոռում է Նիկոլ Դավաճան, Նիկոլ Թուրքիշու, ինքն է մեղավոր, եկեք տանենք նստացնենք, կարող է կոչել անի վաղը, ինչ որ է, դու ես մեղավոր, որ տարածքները հանձնվում, որտև այդքանից հետո նորից եմ ասում, արդեն կրկնակի մեղավոր ես, այն ընտրությունն ես կատարել, Կիրանցին ում տունը որ հանձնվել է, իրան ասում դու ես մեղավոր, դու ինձ ընտրել ես, որ ես քո տունը հանձնեմ, դու ինձ ընտրել ես, որ ես քեզ Արցախից հանեմ, դու ինձ ընտրել ես, որ ես այն անեմ, այդ ամեն ինչ է, հիմա ասում եմ, բա ինչ անենք, ինչ պիտի անես, ճիշտ ընտրություն պիտի անես, ճիշտ ընտրություն պիտի անես, այս անգամ գոնե, եթե հասնի դրան, որ պիտի ընտրություն անես, ճիշտ ընտրություն անես, չընտրես մեկին, որը ֆիգուրը քեզ դուր է գալիս, չընտրես մեկին, որի ժամանակ հորոխբորոտ տղուն տվել են գայի պետ, չընտրես մեկին, որին, չգիտեմ, որի ժամանակ ինչքան լևի բան կարացել ես, տանես կոռուպցիա եղել և այլն, ու դու հարստացել ես, քեզի լավ ես զգացել, որ դու ընտրես ոչ թե դրանով, դու ընտրես քո սերունդների ապագայի համար, և մանավանդ են մի ոտը գերեզմանը դրանց է վերաբերում, են որ ասում այսից հետո թե ոնց որ հատուկ ուզենան վատություն անեն ես մեր մատղաշ սերունդի, ոտը մի ոտը գերեզմանը ծմա ինքը պետք է լինի, որպեսզի դուք ինձանից վատ ապրեք, թոռներս, ես ուզում եմ, որ դուք տանջվեք, հայրենիք չունենաք, որ դու ձեր մարդիկ էլ գնան խոպան, ձեզի թողեն տները, անքուն մնաք, այդ են ասում, դու ես մեղավոր, լուրջ եմ ասում, ամեն ինչը քո ընտրությունից է կախված եղել, և ինքը չի խաբում, որ ամեն ինչ ասում, դուք եք մեղավոր, դուք եք ինձ ընտրել, ես էլ ամեն ինչ անում եմ, ինչ ուզում եմ անում եմ, զրոյական կետից քանդում եմ, դուք եք մեղավոր, դուք եք ինձ ընտրել, դուք եք ինձ երկրորդ անգամ ընտրել, երբ որ ես ցույց եմ տվել, որ ես սատանայի սատանան եմ, որ ես մահաբեր սատան, հետո ասում են, բայց այսքան մահեր է որ դուց, սատանին գցել եք դեմերը հետևից գնում եք ասում եք այսքան մահ որտեղից, ես մի անգամ այդ մասին ասեցի, չէ, ինչ որ է, որ ասում են, բա ինչ պետք լուծումը որն է, ճիշտ ընտրությունն է լուծումը, նայեք ոչ թե ում եք ընտրում, սիրուն աչքեր ունի, չգիտեմ, այնտեղ շատ թավ ձեն ունի, չգիտեմ, լիքը փող ունի, կամ չգիտեմ ինչ, նայեք ձեզ այս անգամ կարաք նայեք, ով է ձեզ լուծում առաջարկում, ով է այս վիճակից ելք առաջարկում, մի կասեն, այդ ինչ էր մի հատ իրանք բանը ստեղծել են, ելք էր, չէ կարծեմ, հանգարց սաղ բարերը փչացրել, տեսեք ով է ձեզ իրոք ռեալիստական ծրագիր ներկայացնում, որով որ հնարավոր է փրկել մեր երկիրը, մեր ապագան, մեր սերունդներին, որպեսզի չդառնան
տնական տնավեր հավք ինչպես դառան արցախցիները։ Արցախցիներ, ով է մեղավոր։ Դուք չեք մեղավոր, ես էլ ձեր հետ միասին, չնայած ես չեմ ընտրել կյանքում, ասում եմ, ոչ թե թևերս կոտրվի, եթե ես սրանցից մեկին ընտրած լինեմ։ Բայց այդ ժամանակ ես էլ եմ Արցախում եղել եւ ասում էինք մարդկանց, հա, մի ընտրեք։ Հիմա ասեմ Բաքվի Բերդում այդ մարդու մասին վատ բան մի խոսացիք։ Հենց էս դուք էլի Բաքվի Բերդում, բայց դուք որտեղ եք։ Ուր է ձեր տունը։ Ձեր ընտրությամբ չեք հասցրել դրան։ Չէ՞։ Կարելի է չէ՞ նենց ընտրություն անել, որ գոնե անվտանգ ոչ թե ասել Ստեփանակերտի երկինքը երբեք սես պաշտպանված չի եղել։ Մի հատ թրջուն չի մտնում, մենակ սնարյադ, բոմբ, ռումբ եւ այլն։ Մի հատ ծիտ չի կարա մտնի Ստեփանակերտ, բայց դե սնարյադներից, բանից, ինչա, ռակետներից, բեսպիլոտիկներից, բանից էդի պաշտպանված չի, այ քեզ բան։ Ծտրից են պաշտպանել այդ մարդիկ։ Դուք չեք ընտրել այդ, ձեր ընտրությունը չէ։ Նայել որ դու գասելու դու ես մեղավոր, դու ես ինձ ընտրալ։ Ես կռիշեմ քեզ տվալ ինձ ընտրալ ես, 200,000 փող եմ տվալ ընտրալ ես։ Քեզի ասել եմ գտնեմ գյուղապետ ընտրալ եք, ցեղով, տղով, տենով։ Դե չեք ընտրությունը անում։ Հեկա ասում եմ, նորից եմ ասում։ Փրկությունը մեր ինչու՞մ է։ Էս կամ են անձի մեջ չի։ Փրկությունը մեր ընտրության մեջ է։ Մենք ենք ընտրում մեր մեռնելը կամ մեր ապրելը։ Դա ամենամեծ պարգևն է Աստծուց տված մեզ։ Ազատ ընտրության իրավունք, ասում են, չէ՞։ Անունը տենց ազատ ընտրության իրավունք։ Ստեղ էլ կա այդ ընտրության, դու ես քեզ այդ ապագա, քո երեխեքի ապագա ընտրողը։ Մտածեք, այս անգամ ընտրություն անելուց մտածեք ում եք ընտրում։ Չեք կարա էլ սխալվեք։ 1, 2, 3, տենց չի լինում։ Տենց չի լինում։ Ասում եմ սապյորը մի անգամ է սխալվում։ Դուք արդեն 2 անգամ եք սխալվել։ Սապյորից տվյալ լավը սապյոր չեք, բայց 3-րդ անգամ տես բան չի լինի։ Կվերանան կգնան ձեր սերունդներն էլ լավագույն դեպքում կդառնան տնավեր բնավեր հավք, ոնց որ այսօր դարձան մեր սիրելի, իմ շատ սիրելի արցախցիները, որոնց նորից եմ ասում, մեծ մասը, ով կատարել է այդ ընտրությունը, իրենք են մեղավոր, իրենց ընտրության պատճառով։ Այդքան, ճիշտ ընտրություն արեք, ահա ելքը, ճիշտ ընտրություն արեք։